Здравствуйте, я Лариса Бабасян. Я помогу вам говорить по-русски уверенно и грамотно. Բարև ձեզ, ես Լարիսա Բաբասյանն եմ, ես կօգնեմ ձեզ խոսել ռուսերեն վստահ եւ գրագետ. Давайте сегодня разберем, давайте сегодня разберем единственное число порядковых числительных. Դասական թվականների եզակի թիվը. Так же, как и прилагательные, порядковые числительные имеют три рода. Мужской, женский и средний род. Ուրեմն մужской родը պատասխանում է հարցերին какой, ինչպիսի, какой, ինչպես ածականները. Ու պատասխանի վերջավորությունները էլի մужской родի ածականների նման их, ой, их. Первый, առաջին, второй, երկրորդ, третий, четвертый, пятый, шестой, седьмой, 125 եւ այլն. Հետո женский род պատասխանում է հարցերին какая, պատասխանի վերջավորությունը первая, вторая, третья, ուշադրություն դարձրեք, որ третья мягкий знакով է գրվում, да? Четвертая, пятая, 10-я, 85-я. Дальше средний род պատասխանում է հարցերին какое, ու պատասխանի վերջավորությունը ое, да? Первое, второе, третье, նորից տեսեք, женский ու средний рода мягкий знакով բաժանվում տ-ն ու ե-ն. Четвертое, пятое, седьмое, 10-е, 125-е. Ավելացնեմ, որ ուրեմն եթե մենք ունենք մի քանի թիվ, օրինակ 125, 125, փոխվում է մենակ վերջի թվի վերջավորությունները, օրինակ 125 дом мужской род, 125-я квартира, բնակարան, это квартира женский род, и 125-е здание, շենք, здание, средний род. Իսկ եթե ուզում եք իմանալ ավելի, գրեք կամ զանգահարեք մեկնաբանություններում նշված հեռախոսահամարով.